Բայց ինչու է ես համարում, որ ընտրությունները ամենաարժանավատ ձևն են փոփոխությունների, որովհետև ես շատ մանրամասն ուսումնասիրել եմ հետպատերազմյան հասարակությունների մենթալիտետը, վարքագիծը, հոգեբանությունը, ոչ միայն Հայաստանում։ Ուսումնասիրել եմ նաև գերմանական փորձը, ճապոնական փորձը, որոնց հասարակությունները մեծ շոկ են ապրել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հետ պատերազմյան հասարակությունները որպես կանոն մեծ ձգտում ունեն փոփոխությունների նկատմամբ, բայց գերադասում են այդ փոփոխությունների անցնցում ընթացքը։ Պարզ բացատրեմ ինչու, որովհետև հետ պատերազմյան հասարակությունները ներքին ֆոբիաներ ունեն, որ ցնցումները կարող են բերել արտաքին միջամտության։ Դրա համար նրանք ցանկանալով փոփոխություններ գերադասում են դա քվեախցերում, քվեատուփերի միջոցով իրականացնել, որպեսզի ցնցումների դաշտ չբացվի, ինչի հետևանքով նաև արտաքին միջամտության։ Հետևաբար ես բացառիկ հնարավորություն եմ տեսնում, որ 2026 թվի խորհրդարանական ընտրություններով հունիսի 7-ին հնարավոր են Հայաստանում որակական փոփոխություններ կամ իշխանափոխություն։